որոշեց ձեզ նյարդայնացնել, նորից լայվ է արել, հին ձևաչափով, հին ստերով եւ հին բառամթերքով, քանի որ Ալիևը արգելել է իրեն արդեն խաղալ խաղաղության սերիալը եւ իլուր աշխարհի հայտարարում է, որ սա ոչ թե խաղաղության ձեռքբերում է, այլ իր պարտադրանքների իրագործումն է հայ ժողովրդի կողմից, հետեւաբար Նիկոլը վերադարձել է ել ավելի հին իր հեքիաթին, ստերին, անկախության վերաբերյալ ինչ որ պնդումների։ Իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով էլի շատ դեպքերում չկախված իր որոշումից եւ իրենից այդ պետականությունը եւ անկախությունը կորցնում է։ Սուտ, որը վիրավորում է յուրաքանչյուր հայ։ Հայաստանն այնքան անկախ եւ ինքնիշխան է եղել, որ նույնիսկ 2018-ին, 19-ին, երբ Նիկոլը իշխանությունը զավթել է օտար ուժերի եւ օտար գործակալական ցանցերի միջոցով եւ օգնությամբ, այդ ժամանակ նույնիսկ ինքը կարողանում էր Շուշիում, հայկական Շուշիում կապիկություն անել։ Հայաստանն այնքան ինքնիշխան եւ անկախ է եղել, որ Նիկոլը ձեզ բոլորիդ խաբում էր 2018 թվականին, թե Հայաստանի միակ խնդրեմը կարմիր գծերն ու արագաչափերն են։ Հայաստանն այնքան անկախ եւ ինքնիշխան է եղել, որ կարողացել է 42,000 քառակուսի կիլոմետրից ավելի հայկական հող ու հայրենիք պահել, որտեղ յուրաքանչյուր հայ առանց ադրբեջանցիների թույլտվության կարողանում էր ցանկացած ճանապարհով անցնել եւ որևէ մեկ իրեն չէր հորդորում գերի ընկնելու դեպքում SMS ուղարկել։ Հայաստանն այնքան ազատ եւ ինքնիշխան է եղել, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդում գլուխ են խոնարել աշխարհի գերտերությունների ղեկավարները։ Ձեռքբերում է, որը պատմական է։ Չեմ կարող չհամաձայնվել։ Պատմական փուլում ենք, պատմական խայտառակության փուլում հայ ժողովրդի եւ հայոց պատմության համար։ Հայկական ինքնություն չկա, Հայաստանի պետության փշրանքները կառավարվում են թուրքի ու ադրբեջանցու դրածո Նիկոլի կողմից։ Չկա հայկական Արցախ, կան գերիներ, անհետ կորածներ եւ Հայաստանի Հանրապետություն, որտեղ ադրբեջանցի զինվորներն իրենց ավելի ազատ են զգում, քան Բաքվի կենտրոնում։